Խոսքի զարգացման խնդիրները վաղ մանկական տարիքի երեխաների ծնողներին ամենաշատ հուզող հարցերից մեկն է։ Ծնողները շատ սպասում են դրան, թե երբ երեխան կսկսի խոսել, եւ բնականաբար երբ խոսքը ուշանում է, խիստ անհանգստանում է։ Իրականում երեխայի խոսքը ձևավորվում է եւ զարգանում է շատ նուրբ, աննկատ, փոքրիկ դրսևորումներով եւ ի հայտ է գալիս 1 տարեկանի շրջանում, այսինքն ակտիվ խոսքը, որը ծնողները կարող են նկատել եւ ինչ որտեղ գնահատել դրա զարգացումը։ Բայց երեխայի խոսքը զարգանում է ծնված օրվանից, որոշ մասնագետներ կարող են ասել նաեւ ներարգանդային շրջանից, թե խոսում են արդյոք երեխայի հետ, չեն խոսում, երեխան խոսք լսում է, թե չի լսում, բայց այնուամենայնիվ մենք նշում ենք երեխայի խոսքի զարգացումը ծնված օրվանից սկսած։ Օրինակ 1 ամսականում մենք կարող ենք նկատել արդեն որոշ դրսևորումներ, որոնք կխոսեն երեխայի խոսքի բնականon զարգացման մասին։ Եթե երեխան 1 ամսականի վերջում սկսում է արդեն իր ճիչով ցույց տալ իր բոլոր կարիքները ֆիզիոլոգիական, կամ եթե ինչ-որ բան իրեն տհաճություն է պատճառում, նա ճիչով դա արտահայտում է, սա արդեն տարիքին բնորոշ բնականon զարգացման մասին է խոսում։ 3 ամսականում երեխան պիտի իր հայացքով հետևի ինչ-որ շարժի, որն իր շուրջը կա, պիտի ժպտա 3-4 ամսականում, երբ իր հետ խոսում են ծնողները, իրեն ուղված խոսքին պիտի արձագանքի։ 7-ից 9 ամսականում երեխան արդեն պիտի տեսնի, երբ որ իրեն ինչ-որ բան են ցույց տալիս, լույսն են ցույց տալիս, երեխան պիտի շրջվի այդ ուղղությամբ, պիտի նայի իրեն ցույց տված առարկաներին։ Արդեն 8-9 ամսականում երեխան պիտի կարողանա 2 հնչյունից կազմված վանկեր կրկնել, որոնք նմանեցնում են ծնողները բառերի, օրինակ ասում են երեխան ասում է մամա, երեխան ասում է տատա, երեխան ասում է պապա, իհարկե երեխան իմաստավորված դեռևս չի ասում այդ բառերը, բայց նա կարողանում է կրկնել այդ հնչյունները։ Բայց արդեն 12 ամսականում, 1 տարեկանում երեխան պիտի սկսի իմաստավորված ասել բառեր եւ սովորաբար դրանք լինում են ծնողներին ուղված դիմելաձևերը, բայց եթե երեխան մինչև 18 ամսականը որևէ բառ չի ասում, մենք արդեն պիտի անհանգստանանք։ Կա թյուրընկալում, որ մինչև 3 տարեկանը, եթե երեխան չի խոսում, որևէ մասնագետի պետք չի դիմել, այդ ընթացքում դեռևս պետք չի անհանգստանալ, երեխան կխոսի, շատ հաճախ օրինակ մարդիկ սկսում են հիշել իրենց տարբեր նախնիների, ովքեր խոսել են 6 տարեկանում, 7 տարեկանում եւ սպասում են, որ դա ժառանգական մի երևույթ է եւ պետք չի անհանգստանալ, չնայած զարմանալի է, թե ինչու պետք չի անհանգստանալ, եթե հատկապես կա նման ժառանգական ծանրաբեռնվածություն ուշ խոսելու, որովհետև կարծում եմ, որ սա ավելի պիտի անհանգստացնի ծնողներին, այնուամենայնիվ կա այդպիսի թյուրընկալում, որ մինչև 3 տարեկանը պետք չի անհանգստանալ, բայց մասնագետները պնդում են, որ 18 ամսականից սկսած, եթե երեխան դեռևս իմաստավորված բառեր չի ասում, պետք է դիմել մասնագետի։ Առավել ևս պետք է անհանգստանալ այն դեպքերում, երբ երեխան չի արձագանքում իր անվանը, երեխան կարճ հրահանգներ չի հասկանում, օրինակ 1 տարեկանի շրջանում, երեխան չի պտտվում տարբեր հրահանգների ժամանակ, չի հետաքրքրվում իրեն ուղված խոսքով։ Սրանք խիստ անհանգստացնող երևույթներ են, սակայն ոչ միշտ է դա ծնողներին անհանգստացնում։ Ասել, որ 18 ամսականում երեխան բառեր չի ասում, սա արդեն նորմայից դուրս է, չի կարելի, որովհետև տարբեր երեխաներ զարգանում են տարբեր տեմպով ամեն դեպքում։ Բայց սա մի կարծես ազդանշան է, որ կարիք կա հետևելու եւ կարիք կա մասնագետների հետ խորհրդակցելու։ Հնարավոր է, որ մասնագետի մոտ գնան ծնողները եւ մասնագետը որևէ անհանգստացնող երևույթ չտեսնի եւ դիտարկի, որ երեխայի պասիվ խոսքը լավ զարգացած է, այսինքն երեխան հասկանում է իրեն ուղված խոսքը եւ խոսքի զարգացման բավարար դինամիկա կա։ Ինչ է սա նշանակում։ Մենք պիտի տեսնենք երեխայի զարգացման ընթացքում խոսքի ձևավորման մեջ փոփոխություններ։ Այսինքն, եթե երեխան 8-9 ամսականում սկսել է կրկնել այդ վանկերը, հա, մամա, պապա, եւ սա ձգվում է արդեն
ամիսներ, կես տարի երեխան մնում է դեռ այդ զարգացման մակարդակում, ապա պետք է անհանգստանալ, որովհետև սա ցուցանիշ է, որ երեխայի զարգացումը խոսքի առումով չի տեղաշարժվում, ինչ որ մի մակարդակում կանգ է առել։ Երեխայի խոսքը կարող է կանգ առնել նաև, ասենք, 1 տարեկանում, 2 տարեկանում, կարող է նրա բառապաշարը չզարգանալ, նրա խոսքի կիրառման ձևը չփոխվի, այսինքն երեխան պարզապես խոսի իր կարիքները հայտնելու համար միայն։ Օրինակ, երեխան կարող է միայն խոսի այն դեպքերում, երբ ջուր է ուզում, ինչ-որ մի բան է ուզում, քնել է ուզում, հոգնել է, բայց մնացած բոլոր դեպքերում խոսքը չկիրառի։ Սրանք բոլորը անհանգստացնող երևույթներ են։ Երբ մենք նկատում ենք խոսքի դինամիկայի մեջ կանգ, այսինքն խոսքը գուցե զարգացել է նորմալ, բայց ինչ-որ պահից կանգ է առել, երբ մենք տեսնում ենք, որ խոսքը ուշանում է, այսինքն երեխայի տարիքին բնորոշ իր հասակակիցների համեմատ երեխայի խոսքը հետ է ընկնում։ Այստեղ լուրջ մասնագիտական գիտելիքների կարիք չկա, մենք կարող ենք անձեն աչքով տեսնել, մանկապարտեզի իր խմբում է երեխայի խոսքի զարգացումը տարբերվում մյուսներից, բակի երեխաների մեջ է խոսքի զարգացումը տարբերվում, այսինքն այստեղ մենք կարիք չունենք մեզ սփոփելու տարբեր պատմություններով, որոնք մեզ պատմում են երեխայի խոսքի զարգացման մասին։ Մենք պիտի անպատճառ անհանգստանանք, եթե երեխայի խոսքը իր հասակակիցների խոսքից տարբերվում է։ Ինչերն են ներկայում խանգարում երեխաների խոսքի զարգացմանը։ Խանգարում է շփման պակասը առաջին հերթին, որովհետև խոսքի ձևավորումը խթանվում է էմոցիոնալ շփման միջոցով։ Երբ որ երեխայի մայրիկը, երեխայի հարազատները նրա հետ անընդհատ շփվում են, խոսում են, եւ այդ խոսքը հագեցած է էմոցիոնալ դրսևորումներով, բնականաբար սիրով, հոգատար, ջերմ խոսքի միջոցով երեխան շատ ավելի լավ է յուրացնում խոսքը, քան անկենդան, օրինակ հեռուստացույցից կամ համակարգչից եկող խոսքով։ Երեխայի հետ պետք է խոսել կենդանի իրավիճակների մեջ, այսինքն կենցաղային տարբեր հարաբերություններում, ինչ որ գործ անելիս, ինչ որ համատեղ զբաղմունքներում, խաղի ընթացքում։ Այստեղ մի հարց է առաջանում, հաճախ երկլեզվությանն է սա վերաբերում, երբ որ ծնողները օրինակ երեխայի հետ խոսում են մի լեզվով, մնացածները տանը իրար հետ խոսում են մեկ այլ լեզվով եւ կարծում են, որ այսքանը բավարար է։ Իհարկե սա բավարար չէ, երեխան խոսքը ընկալում է առհասարակ իրեն շրջապատող զրույցներից նաև եւ ցանկալի է երեխայի միջավայրում մինչև նրա խոսքի լիարժեք ձևավորումը խոսել մեկ լեզվով։ Այս հարցի վերաբերյալ կան տարակարծություններ, որովհետև մասնագետների մի մասը գտնում է, որ երկլեզվությունը կամ բազմալեզվությունը օգնում է նաև երեխայի առհասարակ մտավոր զարգացմանը։ Որոշ դեպքերում այդպես է, բայց երեխայի մտավոր ունակությունների զարգացմանը նպաստում է ոչ միայն բազմալեզվությունը, այլև այդ բազմամշակույթ միջավայրը, որում երեխան գտնվում է, երբ որ մի տան մեջ տարբեր մշակույթներ կրող մարդիկ են ապրում։ Բնականաբար այս միջավայրը որոշակի ազդեցություն ունենում է երեխայի զարգացման վրա, բայց սա ոչ միշտ է նպաստող հանգամանք խոսքի զարգացման համար, որովհետև երեխան կարող է ունենալ տարբեր առանձնահատկություններ, որոնք խանգարում են խոսքի ձևավորմանը։ Ասենք գերակտիվություն ունենա, կամ ուշադրության խնդիր ունենա, կամ որևէ շփման խանգարող հանգամանք լինի, ասենք ծնողները ավելի քիչ ժամանակ անցկացնեն երեխայի հետ, կամ երեխան շատ համակարգչի ու տարբեր էլեկտրոնային սարքերի հետ շփման լայն հնարավորություն ունենա, սրանք խանգարում են խոսքի զարգացմանը։ Եվ այս բոլոր հանգամանքների հետ մեկտեղ, երբ մենք գումարում ենք նաև երկլեզվությունը, որը բնականաբար ենթադրում է քանակական առումով շատ ինֆորմացիա, որը երեխան պիտի ընդունի եւ վերամշակի, բնականաբար սա դժվարացնում է երեխայի խոսքի ձևավորումը, որովհետեւ երեխան նախ պիտի խոսքը ընկալի, յուրացնի եւ ապա նոր դա դարձնի ակտիվ խոսք, այսինքն խոսք, որը շփման մեջ է կիրառվում։ Որքան երեխային տրամադրվող խոսքը բարդ է, անհասկանալի է, որքան ծավալի եւ քանակի առումով սա շատ է, այնքան դժվար է երեխային դա ընկալել եւ վերամշակել եւ հետո դարձնել դա խոսք։ Բնականաբար կան երեխաներ, որոնց ինտելեկտուալ հնարավորությունները ավելին են,
քան մնացածինը եւ կամ այս երեխաները ավելի ճկուն են, ավելի ընկալունակ են, բնականաբար նրանց ավելի հեշտ կլինի յուրացնել 2 լեզուն, որոշ դեպքերում երեխաները 3 լեզու են յուրացնում եւ այս ծնողները հպարտանում են իրենց երեխայի ընդունակություններով եւ հաճախ օրինակ են բերում, պնդելով, որ երկլեզվությունը, եռալեզվությունը չի խանգարում խոսքի զարգացման, որտեղ իրենց երեխան շատ արագ դա յուրացրել է։ Բայց պիտի ընդունենք, որ երեխաները շատ տարբեր են, երեխաների հնարավորությունները տարբեր են, իրավիճակները տարբեր են, եւ այս տարբեր իրավիճակներում երեխայի համար լրացուցիչ բարդացնել ընկալման հնարավորությունները կարծում եմ, որ պետք չէ եւ մասնագետների մի խումբ կա, ովքեր ինձ հետ համակարծիք են, որ երկլեզվությունը դժվարացնում է երեխայի խոսքի ձևավորումը։ Երկլեզու կարող են լինել ոչ միայն երեխային շրջապատող խոսքն ու զրույցները, այլև երկլեզու կարող է լինել ինֆորմացիոն նյութերը, որոնց հետ երեխան շփվում է։ Մուլտերը, տարբեր հոլովակներ, որոնք երեխան լսում է։ Մենք այսօր շատ հաճախ տեսնում ենք երեխաների, որոնք գույները ասում են տարբեր լեզուներով, թվերն են ասում տարբեր լեզուներով, բայց դեռևս չունեն լիարժեք ձևավորված խոսք։ Կարծես անիմաստ ինֆորմացիա է, որը երեխան ստանում է եւ այդ պահին դա կիրառել բացարձակ չի կարող։ Կարծում եմ, որ պետք է թույլ տալ երեխային ձևավորել լիարժեք իր խոսքը կյանքի համար անհրաժեշտ իրավիճակներում կիրառելիության մակարդակով, այսինքն երեխան կարողանա իր կարիքները հայտնել խոսքով, երեխան կարողանա մեծահասակների հետ շփվել, երեխան կարողանա հասակակիցների հետ շփվել, խաղալ եւ այս մակարդակով լեզվի յուրացումից հետո նոր անցնել տարբեր լեզուների ուսուցման, որովհետև եթե երեխան դեռևս մեկ լեզուն լիարժեք չի յուրացրել, երկրորդ լեզվի ներմուծումը բնականաբար խանգարելու է։ Նաև խանգարելու է լեզվամտածողության ձևավորման հարցում, խանգարելու է այդ լեզուների լիարժեք եւ գրագետ յուրացման հարցում, որովհետև մենք հաճախ տեսնում ենք, որ երեխան խոսում է մեկ նախադասություն է ասում, որի մեջ 3 լեզվով բառեր են օգտագործվում։ Սա բնականաբար ոչ միայն դուրեկան չի, այլև փաստորեն պարզվում է, որ առողջարար չէ երեխայի համար։ Խոսքի ձևավորման եւ զարգացման համար շատ կարեւոր է նաեւ երեխայի հետ համատեղ ժամանցը եւ շփումը։ Պարտադիր չէ, որ այս ժամանակը լինի ակտիվորեն ուղղված հենց երեխային, այսինքն պարտադիր չի, որ մենք երեխայի հետ կոնկրետ ինչ-որ մի բան անենք։ Շատ կարևոր է երեխայի հետ համատեղ այդ բոլոր գործողությունները իրականացնել։ Շատ հաճախ տնային տնտեսուհիները նեղվում են, որ երեխայի հետ շատ ժամանակ անցկացնելու հնարավորություն չեն ունենում, այնինչ պետք չի անմիջապես երեխայի հետ ինչ-որ մի բան անել։ Երեխան ինքը կարող է մասնակցել մայրիկի տարբեր գործերին, երեխան կարող է հայրիկի հետ համատեղ ինչ-որ զբաղմունքներ ունենալ կամ հայրիկի հետ միասին գնալ ինչ-որ միտեղ եւ այդ պարզ շփումը, այդ պարզ կենցաղային իրավիճակներում շփումը կարող է նպաստել երեխայի խոսքի զարգացմանը։ Այսինքն այստեղ հատուկ միջոցառումներ իրականացնել պետք չէ։ Պարզապես պետք է սահմանափակել տարբեր լեզուների ազդեցությունը երեխայի վրա, նախքան նրա խոսքի լիարժեք ձևավորումը, պետք է խուսափել տարբեր էլեկտրոնային միջոցների հետ երեխայի տևական շփումից, որը շատ ուղղակիորեն, շատ կոպիտ ձևով խանգարում է երեխայի խոսքի զարգացմանը, որովհետև սա կենդանի խոսք չէ, սա շփում չի ենթադրում, սա չի ենթադրում երեխայի կողմից խոսքի կիրառում, սա ընդամենը պասիվ խոսքի ընկալում է, երեխան պասիվորեն ենթարկվում է այն ազդեցություններին, որոնք որ իրեն տրամադրում է տվյալ պահին այդ էլեկտրոնային սարքը։ Եվ այս մի քանի կանոնները պահելով կարելի է օգնել երեխայի խոսքի զարգացմանը։